Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում ճակատագիրը հետաքրքիր խաղ է խաղում Ռեբեկայի հետ։ Պարզվում է, որ Ռեբեկային փրկած երիտասարդը ու ինքը հետո Ռեբեկան փրկեց Կորի ընկերն է։ Ռեբեկան ու այդ երիտասարդը շոկի են ենթարկվում իրար տեսնելիս ու Կորն էլ այդ ամենը շատ լավ նկատում է։ Պարզապես չի կարողանում ապացուցել, որ այս երկուսն իրար ճանաչում են ու ինչ-որ բան են թաքցնում։ Իսկ հետո, երբ Գորը այդ տղային առաջարկում է մնալ Վահեին տանը, ամեն բան էլ ավելի է խառնվում։ Ռեբեկան արագ գնում է Վահեի տուն, մաքրում արյան բոլոր հետքերը, սակայն չի հասցնում տանից դուրս գալ, որ նրանք գալիս են։ Ռեբեկան թաքնվում է, իսկ այդ տղան շատ քաղաքավարի ձևով Գորին դուրս է հրավիրում, ինչից հետո Ռեբեկան ու նա դեմ առ դեմ կանգնում են և Ռեբեկան ասում է, որ տեղերը և սնունդը դարակում են և ինքը հույս ունի, որ իրենք այլևս երբեք չեն հանդիպի, ասում է ու հեռանում, չիմանալով, որ հենց այդ տղան էլ դառնալու է Ռեբեկայի կյանքի սերը։ Արմանն էլ իր ասելիքը ասում է Սարոյանին, ամեն կերպ արդարացնում իր հորը ու հեռանում, ինչից հետո հերթական անգամ զանգում է հորը և կարիքը այս անգամ պատասխանում է, անմեղ ձայնով հարցնելով, թե ինչպես է նա։ Արմանն էլ ասում է, որ իր կյանքը տակնու վրա է եղել նրա անմտածված քայլի պատճառով։ Կարիքը կարծես իրեն վատ է զգում, բայց նա հաստատ այնքան տրամաբանություն չունի, որ հասկանա, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Հուսանք գոնե, որ վերջապես հանդարտվել է, քանի որ վրեժը կարծես թե լուծել է։ Ճիշտ է, դա իրեն ոչինչ չի տվել, բացի նրանից, որ վաղ թե ուշ պատասխան կտա իր արածի համար, բայց այնուամենայնիվ Արմանը հիմա շատ ծանր դրության մեջ է և որքան էլ Էլային խոստացել է, որ ընտրության առաջ լինելու դեպքում կընտրի նրան, չի կարողանում գնալ այդ քայլին և խոսել իր հոր դեմ։ Էլան այս ամենը շատ լավ լսեց ու հասկացավ և իր համար որոշում է կայացրել, որ պետք է բացահայտի իր հոր սպանության մեղավորին ու անցակիցներին։ Նա բացահայտ խոսում է այդ մասին։ Դեռ պապիկն էր փորձում նրան հանդարտեցնել, հետ պահել այդ մտքից, իսկ հետո Սառան, սակայն նրանցից և ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվում։ Սառան ասում է, որ հանկարծ նման քայլի չգնա, որ եթե ցանկանում է պատժել մեղավորին, ապա թող տա միայն հենց Կարիկի անունը, որովհետև անմեղ Արմանին խառնելով այս պատմությանը նա երբեք չի ների իրեն ու որոշ ժամանակ անց կզղջա իր արածի համար։ Էլան կոպտում է Սառային ու ասում, որ ինքը արդեն կայացրել է իր որոշումը։ Քիչ անց, երբ Սարոյանի մոտ է գալիս Միսակի սպանության գործով քննիչը, Էլան մտնում է պապիկի աշխատասենյակ ու ասում, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր հորը և պատրաստ է տալ նրա անունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Էլան իրոք կասի, որ Կարիկն է սպանել Միսակին և որ նրա որդի Արմանն էլ նրա հանցակիցն է։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բաժանորդագրվել կոճակը։